Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը և տեղափոխվում ենք թատեր աշխարհ։ Եվ այսպես արցախյան բարբառներով բեմադրված թատերական ներկայացում, որը ստեղծվել է Արցախի մշակութային ժառանգությունը պահպանելու նպատակով, այս տարի առաջին անգամ կխաղան բեմում։ Գիտակցելով այս սպառնալիքը, որ արցախյան ժառանգությունը կարող է վերանալ, Դիզակարտը նախաձեռնել է «Կծեք Արցախի բարբառների հանրահռչակում» նախագծով Արապաստի Պենկինի թատերական ներկայացման բեմադրությունը։ Իսկ ես արդյոք ճիշտ կարդացի արցախյան բարբառի հատվածը, թե ոչ, հիմա մեր հյուրերից կպարզենք։ Իսկ մեր հյուրերն են Դիզակ արտի հիմնադիրը Երազիկ Հայրյանը եւ իհարկե Դիզակ արտ թատերախմբի ղեկավար Սրփի Բալայանը։ Բարի լույս։ Բարի լույս։ Ոնց ենք։ Լավ, դուք ինչպես եք։ Շատ լավ։ Մի քիչ խոսենք հենց Դիզակի մասին, հետո արդեն անցնենք ներկայացման։ Բայց ես ճիշտ կարդացի, թե ոչ։ Հա, արապես Շնորհակալություն, ուրեմն Դիզակարտը ստեղծվել է 20 թվականի պատերազմից հետո, համախոհ ընկերների հետ ստեղծել ենք այս մշակութային կենտրոնը, որպեսզի պահպանենք մեր մշակութային համայնքը, մեր բարբառը, եւ արդեն Դիզակարտը 5-րդ տարին է, որ գործում է, ունի մասնաճյուղ Աբովյանում։ Մենք մշակութային կրթություն ենք տալիս տեղահանված արցախցի երեխաներին բարեգործական հիմունքներով եւ երեխաները մեր մոտ սովորում են ազգային երգ, պար, նկարչություն, թատրոն, ասեղնագործություն, նաեւ ունենք ժողովրդիկների համույթ, մեր բոլոր համերգները կենթանի նվագակցությամբ են ուղեկցվում ու մեր երեխաների շահառուների թիվը 160-ից ավել է, իսկ թատերական ներկայացումը արդեն սա մեր 4-րդ ներկայացումն է, մնացած 3 ներկայացումները տարբեր բեմերում են խաղացել, Սրփուին կպատմի դրանց մասին եւ մենք փորձում ենք մշակութային կյանքը այսպես աշխուժ պահել մեր ոչ նյութական մշակութային ժառանգությունը պահպանելով։ Թատերախումբը ինչպես է գործում եւ ինչպես եք տեսնում, հա, երեխաներին այնտեղ էնտուզիազմը լի է, շատ են ուզում ու երեխաների հետ մենք արդեն 4 տարի աշխատում ենք, երբ որ մենք առաջին անգամ հանդիպեցինք, երեխաները շատ փոքր էին ու այդպես սկսեցինք բեմադրություններ անել, իրենք շատ լուրջ են վերաբերվում մասնագիտությանը, առաջինը խաղացել ենք Թումանյանի մի քանի ստեղծագործությունների միքսը ու դա դարձրել ենք արցախյան բարբառով ու շատ եւ ծիծաղելի էր միևնույն ժամանակ եւ շատ հետաքրքիր, դրանից հետո խաղացինք Անդերսենի հեքիաթներից Արքան Մերկե ստեղծագործությունը ու փորձել ենք այնպես անել, որ բոլոր ժանրերը լինի, առաջինը կատակերգություն էր, երկրորդը փոքրիկ քաղաքական ֆարս, եթե կարելի է ժանրը այդպես անվանել, իհարկե երեխաներին դա չի զգուշացվում, բայց կոնցեպտը իրենք հասկանում են, հետո խաղացինք դոկումենտալ ներկայացում, որտեղ գրական հիմքը Լեռ Կամսարի 2 ստեղծագործություններն էր, բայց ողջ դոկումենտալ մասը երեխաների պատմություններն էր, իրենք էին գրել, ոչ մի խմբագրում տեղի չէր ունեցել, ուղղակի գրական մասը պահելու համար մշակվել էր ու այդպես խաղացինք Ես շուռ եմ տալիս աշխարհը ներկայացումը, իսկ հիմա խաղում ենք Արապաստի Պենկինին, որը ամբողջապես սիրո մասին է, դե Արապաստի Պենկինի ստեղծագործությունը Արցախում հայտնի է որպես արցախյան սիրո հեքիաթ։ Այսինքն եթե ուզում են Արցախում խոսել սիրո դրսևորումների մասին, դրա վառ արտահայտչության միջոցը հենց Արապաստի Պենկինի ստեղծագործությունն է։ Մեկ հիմա դուք արագ եք ասում, ստացվում է Արապաստի Պենկին ինչ որ հեղինակի անուն։ Բայց եկեք դանդաղ ասենք Պաստի Պենկինի, Արաբասենց բան կլինի։ Մենք հեղինակին են նշենք, որ դա Ալեքսանդր Արցախցի, Ալեքսանդր Մանասյանի ստեղծագործությունն է եւ այս ստեղծագործությունը 2 անգամ բեմադրվել է, մեկը Արցախի դրամատիկական թատրոնն է բեմադրել, Տողի արվեստի դպրոցը եւ երրորդը Դիզակարտն է, որ բեմադրել է այս ստեղծագործությունը։ Իսկ թատերախումբը բացառապես արցախահայերից է բաղկացած, թե արդեն կա ինտեգրումներ այստեղ եւ նոր մարդիկ են համալրել, ոնց է ընթացքը։ Իրականում մենակ արցախցի երեխաներն են Դիզակարտում այս պահին սովորում, ճիշտ է, ունենք կողքի բակերից երեխաներ, բայց ոչ թատերախմբում, այլ նկարչական խմբում, երգի դասարանում, բայց թատերախումբը մենակ արցախցի երեխաներից են։ Իսկ ընդհանրապես Դիզակի ինչ բաժիններ կա, կարող ենք նշել ու արդեն ասել ինչ գործունեություն է ծավալվում։ Մենք ունենք երգի դասարան, երգեցողության դասարան ու իդեպ վերջերս մեր երեխաները Իտալիայում մրցույթի են գնացել եւ առաջի տեղ հորիզոնական զբաղեցրած վերադարձան։ Ազգային պար, նկարչություն, թատրոն եւ ասեղնագործություն, այս բոլոր խմբակները եւ Երևանում եւ Աբովյանում գործում են, իսկ մեր մասնագետները նույնպես տեղահանված
արցախցի մասնագետներ են, բավականին լավ մասնագետներ են, որովհետև հենց մրցույթներում մենք հասկանում ենք, որ մենք լավագույն մասնագետների հետ գործ ունենք եւ բոլոր մրցույթներում առաջնային տեղեր են զբաղեցնում մեր երեխաները։ Իսկ դիզակը քանի տարեկան է եւ ոնց գաղափարը ստեղծվեց ի սկզբանե ստեղծելու այս մշակութային կենտրոնը։ Քանի որ ես հադրութում զբաղեցնում էի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի ղեկավարն էի, ես այնտեղ կազմակերպում էի միջազգային սիմպոզիում եւ այդ սիմպոզիումից փրկված կտավներ կային ու պատահական սկզբունքով Մոսկվայում ցուցահանդեսի էին եւ այդ կտավները հետ վերադարձան Հայաստան 20 թվականից հետո 21 թվականի հունվարն էր երբ վերադարձան ու այդպես որոշեցինք, որ ունենանք պատկերասրահ, որը կլինի հավաքատեղի նաեւ տեղահանված հադրութիների համար ու այդպես սկսվեց այդ գաղափարը սկզբից որպես մշակութային կենտրոն, հավաքատեղի, հետո արդեն որպես մշակութային կրթություն այսպես ապահովող կառույց։ Նշեցիք մի քանի բաժիններ, որոնք գործում են, հա, դիզակում։ Ինձ հետաքրքիր է, որ բաժնում են ավելի շատ հետաքրքրությունը երեխաների։ Բոլոր բաժիններում իրականում հավասար են, որովհետև նախ մեր երգեցողության դասարանը ազգային մեր Արցախի բարբառով ֆոլկլոր երգերն ենք այսպես ուսումնասիրում, սովորացնում։ Բոլոր բաժիններն գրեթե նույն ակտիվությունը ունեն ու երեխան երբ գալիս է դիզակարտ ընդունվելու, ասենք ծնող ասում են բերել եմ երգի դասարան, բայց մի երկու ամիս հետո այդ երեխան գալիս է ասում է ես եւ նկարչություն եմ ուզում եւ ոնց է կազմակերպվում դասապրոցեսը, որտեղ գտնեն ձեզ, որտեղ ես կարծում եմ հերոստատորներից, հա, կլինեն ցանկացողներ, ովքեր կուզենան գալ, որտեղ գտնեն, որտեղ է տեղակայված դպրոցը։ Դպրոցը Երևանում Չայկովսկի 34 հասցեում է, Աբովյանում Հանրապետության 3 հասցեում եւ մենք ունենք Facebook-յան էջ կարող են այնտեղ գտնել մեզ ու մեր դռները բաց են։ Տարիքային որ տարիքից են։ 5-ից մինչև 13 տարեկան։ Ներկայացման մասին արդեն խոսեցինք, որ առաջիկայում սպասվում է, այլ ինչ նորություններ ունեք, որ առաջիկա պլաններում այսպես գծած ունեք եւ պետք է հերթով իրականացնելով գնաք։ Այս պահին ներկայացման առաջնաղաղի հետ զուգահեռ նոր ներկայացման աշխատանքներ են գնում։ Այս անգամ որոշել ենք ավելի մի քիչ ծանր բեռ վերցնել ու Սոս Սարգսյանի ոտնամաները պիտի բեմադրենք։ Արդեն ընթերցանության փուլում ենք, շուտով պիտի արդեն բեմ բարձրանանք, Չիտկայի փուլը, այսպես ասած, ավարտին ենք հասցրել ու յուրաքանչյուր ստեղծագործության մեջ կարևոր այն է, որ եթե գրական հիմքը պահում ենք, միևնույն ժամանակ կարևոր ասելիքները կամ այն մասերը, որոնք որ պիտի ներկայացման ուղեկցորդ լինեն Արցախի բարբառով։ Դրա համար յուրաքանչյուր գործ վերցնելուց ինսցենիրովկայի փուլը շատ դժվար է տրվում, որովհետև պիտի մի հատ էլ ադապտացիա անել բարբառի։ Դրա համար այդպես հիմա երուսեր է, բայց սրտատրոպ մարտի 13-ին ենք սպասում, որովհետև այս ներկայացումը շատ դրական լիցքեր փոխանցող ներկայացում է ու մեծ ողջավորությամբ սպասում։ Հիշեցնենք որտեղ է լինելու։ Մալյան թատրոնում մարտի 13-ին ժամը 19:30 սպասում ենք։ Իսկ մեր տոմսերը կարող են ձեռք բերել Event Hub հավելվածով։ Շատ լավ, ես մաղթում եմ դիզակին երկար տարիների ճանապարհ, շատ սերունդներ, որոնք կկրթվեն այդտեղ, հետո արդեն իրենք կդառնան ուսուցիչներ հենց դիզակում, դա շատ կարևոր է նաև, եւ շատ ներկայացումներ։ Ես գիտեմ, թե ինչքան դժվար եւ ինչքան հաճելի է երեխաների հետ աշխատելը, այնպես որ մաղթում եմ, որ այդ աշխատանքը միշտ լինի ավելի շատ հաճելի եւ իհարկե տա իր արդյունքները։ Մենք էլ սիրով կլուսաբանենք յուրաքանչյուր իրադարձություն դիզակում։ Շնորհակալություն։ Ուզում ձեզ նվիրել Իջևանի Սափորգինին, Ռոզեն, որպեսզի 13-ի ներկայացումից հետո ուսուցիչներով հավաքվեք եւ նշեք։ Շնորհակալ ենք։ Եվ քանի որ Գեղեցիկ Սերը շատ համեղ է պատրաստում, իսկ արցախյան մեր ուտեստները միանշանակ է, ինչպես պետք է արվեստը պահել, նաև պետք է պահել այդ հրաշալի ուտեստները, մենք գիտենք ժինգյալով հացը, բայց շատ ու շատ համեղ ուտեստներ կան։ Ես խնդրեմ նաև այս մասին էլ ուշադրություն դարձնեք եւ հատուկ մոտեցում ցուցաբերեք, իսկ Տրամոնտինան բրազիլիական խոհանոցային բրենդ է, որը ներկայացնում է խոհանոցային պարագաներ, մի փոքրիկ նվեր, որը կարծում եմ կթեթևացնի հոգսը խոհանոցում։ Ուզում ձեզ նաև նվիրել բացիկներ, արև բացիկները, որոնց մեջ ներառված են, հա, սիրելի հետաքրքիր երգերից կամ բանաստեղծներից ֆրազեր, առաջինը ամենահայտնի երևի
մարտիության երգից է Մարդիութ, որը արդեն կարծում հասանել է բոլորի համար այս բացիկները Մարդիութին, իսկ երկրորդը Շիրազի խոսքերն են, մորը սրտի հետ աշխարհն եմ չափել, էլի մեծ էր նա, մեծ էր ու անգին։ Այս բացիկները ձեզ նվիրեք ձեզ համար շատ սիրելի ու հարազատ մարդկանց եւ շնորհավոր ձեզ Մարդիութի կապակցությամբ, քանի որ վաղը արդեն սկսում է տոնը, մենք այսօրվանից մաղթում ենք տոնական տրամադրություն։ Ձեզ էլ ենք շնորհավորում։ Շնորհակալություն։ Եվ ներկայացմանը մեծ հաջողություն Այո։ մաղթում։ Շնորհակալ եք, Անչել։ Լինի կարծատավ դադար մեր եթերում, որից հետո արդեն կամփոփենք այսօրվա առավոտը։